Արագ պատրաստվող համեղ պիցցա եմ բերել ժողովուրդ ջան, ավելի համեղ ու արագ չի լինում։ Ողջույն բոլորին։ Եկեք միասին պիցցա պատրաստենք, հավատացած եմ, այս տարբերակն էլ շատ կսիրեք, բազմիցս կպատրաստեք ու կհիացնեք բոլոր համտեսողներին։ Անչափ հեշտ է պատրաստվում, անգամ նոր սկսնակները կկարողանան պատրաստել։ Խմորի համար հարկավոր է 1 թեյի բաժակ մածուն, 1 ոչ լիքը թեյի գդալ աղ, 1 ոչ լիքը թեյի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ սոդա, 1 ձու, կես սուրճի բաժակ բուսայուղ, մոտ 500 գրամ ալյուր։ Խորը թասի մեջ կոտրում ենք ձուն, ավելացնում ենք աղն ու շաքարավազը, խառնում ենք ձեռքի հարիչով, ապա ավելացնում ենք մածունն ու սոդան։ Խառնում ենք, երբ մասան փրփրի, սկսի աշխատել, ավելացնում ենք ալյուրը։ Ալյուրը ավելացնում ենք անպայման մաղելով և մի քանի էտապով, միանգամից չենք լցնում։ Քանի խմորը շատ չի պնդացել, հենց այս էտապում ավելացնում ենք բուսայուղը։ Էլի խառնում ենք և քիչ-քիչ լցնում ենք ալյուրը։ Երբ զգաք խմորը ձեռքի հարիչով դժվար է դառնում խառնել, մի կողմ ենք դնում այն և հունցում ենք ձեռքերով, անհրաժեշտության դեպքում աշխատանքային մակերեսին ալյուր մաղելով։ Երկար հունցելու կարիք չկա, երբ խմորը հավաքվի, վերջ, արդեն էլ չենք հունցում, սննդային տոպրակի մեջ ենք դնում և տեղափոխում ենք սառնարան, այդ ընթացքում պատրաստում ենք սոուսը, քանի որ արագ տարբերակով ենք պատրաստում, այս անգամ տոմատի մածուկով և թթվասերով եմ պատրաստելու, յուրաքանչյուրից 2 ճաշի գդալ խառնում ենք, վերջում էլ մի փոքր սև պղպեղ ենք ավելացնում։ Քերում ենք պանիրը վերցրեք սուլուգունի կամ ցանկացած հալվող տեսակի, 200-ից 300 գրամ։ Որպես միջուկ վերցնում եմ կտրտած լոլիկ, սոուսը, որ պատրաստեցինք, եփած բզկտած հավի կրծքամիս, տապակած սունկ և իհարկե գլխավոր բաղադրիչը պանիրը։ Խմորը սառնարանից հանում ենք, բաժանում ենք 2 մասի, մեկը կրկին սառնարան ենք դնում, մյուսը բացում ենք ձեռքերով, անհրաժեշտության դեպքում սեղանի վրա ալյուր կամ սպիտակաձավար ենք շաղ տալիս։ Տարածում ենք սոուսը, մի քիչ պանիր ենք լցնում, շարում ենք մթերքները և տեղափոխում ջեռոց թխվելու 200 աստիճան ջերմությամբ 10-15 րոպե։ Երբ դեռ կիսապատրաստ վիճակում է, հանում ենք ջեռոցից, էլի պանիր ենք շաղ տալիս և թխում մինչև վերջնական պատրաստ լինելը։ Նույն ձևով պատրաստում ենք երկրորդը, դուք կարող եք ձեր նախընտրած մթերքներով պատրաստել ապուխտ, զեյթուն, թթու վարունգ, պղպեղ, երշիկ կամ նրբերշիկ։ Շատ համեղ է որսորդական երշիկով, անպայման փորձեք։ Պահպանեք բաղադրատոմսը, որ դուք էլ պատրաստեք, կիսվեք ընկերների հետ, սրտիկեք և գրառումների բաժնում գրեք, թե դուք ինչով եք սիրում պատրաստել պիցցան։ Դե ինչ, այսօր էլ այսքանը, լավ օր և բարձր տրամադրություն եմ մաղթում բոլորիդ, ցտեսություն։